Ես գիտեմ եւ տեսնում եմ բազմաթիվ օրինակներով, որ Սուրբ Սարգիսի արկայությունը հոգեվոր կյանքում հսկայական քանակի մարդկանց համար առաջնորդում է իրենց երջանկության ճանապարհը։ Օրինաչափ եմ համարում իմ ու Վահանի հանդիպումը եւ ուզում եմ տեսնել այստեղ նաեւ նախախնամության ձեռքը, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնից օրեր անց։ Ընդհանրապես ինչի մեջ Աստծո մատը խառը չի։ Իսկ մա յուրաքանչյուր իրադարձություն, յուրաքանչյուր մարդու կյանքում նա վերահսկվում է։ Օրնյալ եկյալ անվան պյարը։ Առաջին հպումը եւ առաջին հանդիպումը Անուշի հետ կարելի ասել որ շատ պատահական էր։ Այսինքն եթե այդ օրը չլիներ անձրև, եթե այդ օրը ես չհայտնվեի նկարիչների միության դռների մոտ եւ եթե այդ օրը նկարիչների միությունում Art-Expo-ն իր ցուցահանդեսը ուրեմն չներկայացներ, ես երբեք չէի մտնի այդտեղ, երբեք չէի այցելի Թատրոն X փառատոնի տաղավարը եւ երբեք չէի տեսնի այդ տաղավարը եւ այդ փառատոնը ներկայացնող դրամատուրգ եւ թատերագետ Անուշ Ասլիբեկյանին։ Բազմաթիվ արվեստագետներ, ծանոթ եւ անծանոթ, բազմաթիվ ծանոթություններ, բայց ինչու հենց այդ մեկը ճակատագրական եղավ եւ այդ պահին, երբ որ նա մոտեցավ տաղավարին, վստահ եմ, որ նա էլ հասկացավ, ես էլ հասկացա, որ սա էր այդ նվիրական օրը։ Վահանի համերգներ, որը կարծես եղավ հաստատողը մեր հարաբերությունների։ Այդ համերգի ժամանակ Վահանը մենակ էր բեմում, ինքը գիտարը, ես էլ դահլիճում զգացի, որ մենք երկխոսություն ունեցանք ամբողջ համերգի ընթացքում։ Այդպես սկսվեց մեր պատմությունը։ Հանդիպումից մինչև ամուսնություն ընդամենը մի քանի ամիս տևեց։ Կարծես երկուսս էլ ինչ-որ ներքին զգացողությամբ, թե ներքին ձայնով վստահ էինք ու չէինք տատանվում։ Կան կարևոր բաներ, հիմնային բաներ, որ ճանաչում ես մարդու մեջ, այդ պահից սկսում ես արդեն ժամանակ կորցնել։ Որպեսզի այդ ժամանակը չկորցնենք, մենք շատ արագ իրադարձությունները ինի բերեցինք եւ ստեղծեցինք մեր ընտանիքը։ Ապրիլի 7-ն էր եւ հավանաբար Վահանը որոշել էր, որ պիտի որևէ գեղեցիկ վայրում, որևէ գեղեցիկ կերպ երկուսով նշեինք այդ ապրիլի 7-ը։ Եվ նա ինձ հրավիրեց մի տեղ գնալ, իսկ ես քանի որ խուսափում եմ հասարակական վայրերից եւ աղմկոտ վայրերից եւ հատկապես հանդիպումը ի ցույց դնելուց, պարզապես այդ օր որոշեցի, որ ոչ մի տեղ չեմ գնալու, հանդիպել էինք այստեղ տանը ու չէի էլ պատրաստվում որևէ տեղ գնալ։ Ինքը բերեց հասցրեց նրան, որ ես ստիպված էի իմ, այսպես ասած, տնային ստուդիայի պայմաններում նստած փոքր աթոռնակի վրա, ես հասկացա, որ էլի ես ձգվեց պահը կորցնելու եմ։ Եվ շատ տենց անսպասելի գուցե Անուշիկի համար այդ առաջարկը ես արեցի։ Պարզապես առաջարկեցի իմ կինը լինել եւ երեխաներ ունենալ։
Ինձ թվում է սերը դա ընդհանրապես մարդկային հարաբերությունների նախապայմանն է։ Այսինքն եթե սեր չկա, ինչի հիման վրա պետք է կառուցվեն այդ հարաբերությունները։ Նույնն էլ ընտանիքում, նույնն էլ մեր առօրյայում, ել ես չեմ ասում, երբ որ ի հայտ են գալիս, աշխարհ են գալիս քո երեխաները, քո զավակները, սա մի հսկայական շղթա է դառնում, որի մեջ յուրաքանչյուր իրադարձություն կառուցվում է այդ սիրո, այդ հրաշքի հասկացության ներքո։ Մինչև բալիկները բուրմ ստեղծագործական կյանքով էի ապրում եւ մտավախություն ունեի, ինչպես բոլոր կանայք ամուսնանալուց առաջ, որ միգուցե ամուսնությունը, ընտանեկան կյանքը, կենցաղը, ուզես թե չուզես, եւ երեխաների հայտ գալը կարող է խոչընդոտ հանդիսանալ ստեղծագործության մեջ։ Բայց այսօր ես մեծ ուրախությամբ եւ մեծ շնորհակալությամբ առաջին հերթին դեպի Վահանը փաստում եմ, որ ոչ միայն ընտանեկան կյանքը եւ կենցաղը չխանգարեցին ստեղծագործելուն, այլ ճիշտ հակառակը մի նոր որակ մտցրեցին իմ գրականության մեջ, մի նոր ոգևորություն, ոգեշնչում եւ իհարկե այդ երկու ձագուկներս, որ առավոտյան աչուկները բացում են եւ ուրախությամբ ու հրաշքով իսկապես լցնում իմ կյանքը, ամեն րոպեն, ամեն իրադարձությունը կարծես նրանցով վերաիմաստավորվում է։ Եկեք հիմա բան անցնենք, բարև անցնենք։ Պրոստը նավսկի։ Սովորաբար շատ եւ շատ ընտանիքներում այդ աշխատանքի գնալու կամ գործով զբաղվելու հանգամանքը թեկուզ ժամանակի առումով ինքը խնդիր է, այսինքն որքանով որ նվիրված ես կամ նվիրում ես այդ քո ժամանակը աշխատանքին կամ գործին, այդքանով էլ պակասում է այն ժամանակը, որ կարող ես տրամադրել ընտանիքին կամ երեխաներին։ Արտիստ է եւ այն էլ այդպես ստեղծագործական բուրմ կյանքով ապրող արտիստ եւ պիտի որ քիչ ժամանակ հատկացներ ընտանիքին։ Բայց դա հավանաբար իմ երջանկությունն է, որ Վահանը հավասարապես ժամանակ է գտնում թե ընտանիքի, թե երեխաների հետ երկար ժամանակ հատկացնելու եւ թե իր համերգային ու ստեղծագործական գործունեությունը դրանից ոչ մի օր, ոչ մի րոպե չի տուժում։ Այստեղ նորից մտածում եմ, որ ներդաշնակության եւ սիրո խնդիրն է, որ մենք չենք դարձնում խնդիր, արդյոք կհասցնենք, արդյոք սրանից չի տուժի մյուսը եւ այլն, մենք ապրում ենք։ Սա մեր կենսակերպն է։ Այն ժամանակը, երբ որ ես զբաղված եմ երաժշտությամբ, ես զբաղված եմ երաժշտությամբ եւ ուրիշ ոչ մի բանով։ Նույնն էլ վերաբերում է իհարկե Անուշիկին, երբ որ նա ստեղծագործական ընթացքում է եւ աշխատում է գրականության ոլորտում, թե որպես թատերագետ։ Այս պարագայում մենք իրար ոչ խանգարում ենք, ոչ էլ միջամտում ենք։ Այսինքն տարանջատում, որը կարողանար որևէ հակասություն ներքին ստեղծել, Աստծուն փառք չկա իմ տարածքում հոգևոր։ Իհարկե ես դրան եկել եմ մի օրում չեմ եկել, սա մի քանի տասնամյակների կյանքի եւ ստեղծագործական փորձառության հետևանքն է, բայց եւ ես եւ Անուշը շատ թանկ ենք այդ հանգամանքը գնահատում ինքներս մեզ համար եւ պահպանում ենք մեր կյանքի որակը այդ շրջանակներում։ Ռաֆայելի նվագի, Ռաֆայելի բռնի ու Ռաֆայելի համար նվագի։ Դավայ, մատիկով։ Ռաֆայելի նվագի։ Վահանը հրաշալի հայրիկ է եւ երբեք տարբերություն չի դնում երեխաների հետ կապված որևէ գործի մեջ, դա ես պիտի անեմ, թե ինքը։
Նույնիսկ ես հաճախ սովորում եմ նրանից ինչպես վարվել երեխաների հետ, որովհետև նա շատ խոհեմ եւ իմաստուն մոտեցում ունի երեխաների հետ վարվելիս։ Իհարկե նրանց հոգալը բաժանված է, այսինքն քանի որ Անդրեասը փոքր է, ավելի շատ նրա հետ ես եմ լինում, իսկ Անահիսի հետ ավելի շատ ժամանակ անցկացնում է Վահանը։ Բայց իհարկե օրվա մեջ գտնում ենք այդ արագ ռիթմի մեջ, խառնաշփոթի մեջ, բալիկներին հոգ տանելու մեջ գտնում ենք պահեր, վայրկյաններ, երբ բոլորը միասին նստում ենք, շունչ ենք քաշում եւ շարունակում ենք ընթացքը իրար հետ։ Միայն աշխատում ենք օգնել իրար, որովհետեւ լինում են պահեր, երբ որ արտանում են միաժամանակ, լինում են պահեր, երբ որ պիտի կերակրենք միաժամանակ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ արդեն հասնում է, թեժանում է կապրիզների եւ մնացած երեխայական դրսևորումների բարագայում աբսուրդ է հասնում, մենք միևնույն է աշխատում ենք, որ սա այդ երանության պահը եւ ուրախության պահը, որովհետեւ վերջի վերջո նրանք աշխարհ են եկել առաջին հերթին մեզ երջանկացնելու համար։ Այսինքն մենք այդ հասկացության շրջանակներից դուրս չենք գալիս երբեք։ Կարևորը հրաշքը տեսնելն է, ընկալելն է։ Եվ հիմա հավատում եմ, որ ես տեսնում եմ հրաշքները, ես սիրում եմ կյանքը, ես սիրում եմ կյանքի գեղեցիկ պահերը եւ դրանց ճիշտ նշանակություն տալն է կարևոր։ Մանավանդ իմ կյանքի այս վերջին շրջանում, որը հրաշք չէ։ Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր բալիկի ծնունդով, յուրաքանչյուր այն իրադարձությունները, որոնք որ տեղի են ունենում իմ կյանքում եւ ընտանիքի մեջ եւ արվեստի ոլորտում, ես ընկալում եմ որպես հրաշք, ընկալում եմ որպես մեծագույն պարգև եւ նվեր։ Հավանաբար, երբ որ դու կարևորում ես առաջին հերթին ընտանիքը, սերը, Աստված օգնում է, որպեսզի ստեղծագործության մեջ էլ չտուժես։ Ու մտածում եմ, որ երբ որ հարաբերություններում լինում է հաշտություն եւ համերաշխություն եւ սերն է գլխավոր արժեքը, պարգևատրվում է դա եւ Աստծո կողմից պարգևատրվում է այն բոլոր բարիքներով, որոնք դու կարևորում ես։ Քանի որ ուզում եմ հավատալ, որ Սուրբ Սարգսի բարեխոսությունը եղել է մեր միության մեջ եւ այստեղ նշաններ ու սիմվոլներ եմ տեսնում երեք իրադարձությունները եւ Սուրբ Սարգսի տոնի ամսվա մեջ մեր հանդիպումը, ապա ուզում եմ, որ նրա այդ կածանը, որին կանգնեցրել է մեզ Տերը Սուրբ Սարգսի բարեխոսությամբ, գնա առաջ եւ նեղ կածանից դառնա մեծ ճանապարհ